Բարև ձեզ, Երկիր մեդիայի եթերում դուք դիտում եք իրավաբանական կլինիկան, որքանով է անկախ Հայաստանի դատական համակարգը, ինչ է պետք այդ անկախությունը երաշխավորելու համար։ Այսօր քննարկում ենք Հայաստանի Շնորհապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Արարատ Ստեփանյանի և Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության պատգամավորի թեկնածու Լևոն Բաղդասարյանի հետ։ Միասին կզրուցենք դատական համակարգի անկախ դրույթների մասին և ինչպիսին պետք է լինի այն դատական համակարգը ըստ այս կուսակցությունների։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Պարոն Ստեփանյան, 5 րոպե ունեք ներկայացնելու, թե դատական համակարգում ինչ կարևոր դրույթներ են պետք փոխել և ինչպիսին պետք է լինի անկախ դատական համակարգը ըստ Շնորհապետական կուսակցության։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Մինչ մեր ծրագրին անդրադառնալը նշեմ, որ մեր ծրագիրը բավականին ծավալուն է։ Ուստի ես 5 րոպեվա մեջ տեղավորելու համար կփորձեմ ներկայացնել ծրագրից մի քանի կարևորագույն դրույթներ։ Առաջինի մասով նշեմ, որ գաղտնիք չէ, որ այսօր մեր դատական համակարգը գտնվում է գերծանրաբեռնված վիճակում։ Այսինքն մենք համեմատություն կատարելով միջազգային փորձը եկել ենք այն եզրահանգման, որ դատավորների քանակը պետք է ավելացվի դատական համակարգում։ Դատավորների քանակը ավելացնելով մենք դատական համակարգում ստանում ենք գործերի քննության ավելի ողջամիտ ժամկետներ, ինչպես նաև այսպես ասած բեռնաթափում ենք դատարանները։ Ըստ էության, ծանրաբեռնված դատարանները չեն նպաստում նաև դատարանում գործի մասնակից անձանց իրավունքների պատշաճ իրացումը։ Այս ծրագրային կետը մենք համարում ենք, որ հնարավոր է մեր իշխանության գալու դեպքում լուծել շատ կարճ ժամկետներում։ Ուստի շատ կարևոր ենք համարում այս ծրագրային կետի իրականացումը։ Երկրորդ, մեր ծրագրային կետով խոսեմ այն մեխանիզմների մասին, որոնց ներդրմամբ մենք կարող ենք հասնել վեճերի լուծման միջդատական փուլում, այսինքն միջդատական փուլում, երբ որ մենք վեճը լուծենք, այդ գործը չգնահասնի դատարան, դատարանները ծանրաբեռնվածությունը այդ մասով էլ կնվազի։ Ուստի կարող եմ բերել մի պարզ օրինակ, տեսեք, բարեկային ծառայության կողմից կայացվում է վարչական ակտ, այդ վարչական ակտը մարդը գնում է բողոքարկում է վերադասության կարգով, վերադասության կարգով բողոքը քննվում է միաձայն։ Այնինչ մենք առաջարկում ենք այդ բողոքը քննել ոչ թե միաձայն, այլ կոլեգիալ կազմով։ Նման վարչական ակտերի վիճարկումից մարդը ակնկալում է այլ պատասխաններ, սակայն չգիտես ինչու վարչական մարմնի ղեկավարները մեծ մասամբ առաջնորդվում են այն գաղափարով, որ իրենց եթակաները միշտ ճիշտ են։ Ուստի ստեղ տեսնում եք մենք խնդիր, քանի որ նրանց իրենց որոշումները կայացնելուց հիմքում չեն դնում բազմաթիվ վարչական դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումներ, որ ակնհայտ ոչ իրավաչափ վարչական ակտերը հիմք պետք է հանդիսանա վարչական մարմնի համար, որպեսզի վերադասության քննությունը իրականացվի ավելի օբյեկտիվ։ Կարծում ենք, որ կոլեգիալ մարմնով արդեն քննությունը առնելիս ավելի օբյեկտիվորեն կարող է մոտենալ հարցին։ Երրորդ կետով մեր ծրագրային ավելի շատ ինքը տեխնիկական բնույթի է կրում, բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր է սա։ Տեսեք, օրինակ դատարանների հագեցվածության վերաբերյալ մենք ունենք օրենքում հստակ սահմանված նորմ, որ դատարանները պետք է ունենան տեխնիկական միջոցներ ապահովելու գործի մասնակից անձանց հեռավար դատավարական նիստի մասնակցելու հնարավորությունը։ Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ մեր դատարանները չունեն այս միջոցները։ Ինչ ենք առաջարկում ենք, նախ այդ միջոցները ներդնել դատական համակարգում, դատարաններում, պարտադիր, բացի դա մի պարզ օրինակով կարող եմ բերել, որպեսզի մեր հեռուստադիտողն էլ հասկանա ինչի մասին է խոսքը, տեսեք, օրինակ Երևանի X դատարանում պետք է կայանա դատական նիստի մասնակիցներից մեկը պատասխանող կողմը ապրում է Գորիսում։ Այդ մարդը իր գործը, չգիտեմ, իր զբաղվածությունը պետք է թողնի, գահասնի, որ մասնակից լինի դատական նիստի։ Սակայն մենք այս համակարգը ներդնելով մենք իրեն հնարավորություն ենք տալիս իրան հեռավար կերպով մասնակցել դատական նիստի։ Այս մասը թեպետ տեխնիկական է, բայց նույնպես շատ կարևոր ենք համարում, որ համատարած պետքա լինի մեր դատարաններում։ Մեր ծրագրում կարևորում ենք դատական համակարգի թափանցիկության ապահովումը։ Այս պահին էլ քննարկվում են մի շարք միջոցառումների իրականացում, որոնք ուղղված կլինեն դատական համակարգի բարեփոխումների։ Կարևորելով հարցի լրջությունը, Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը, ինչպես նաև տարբեր անհատ մասնագետներ, թե Հայաստանի Հանրապետությունից և թե Սփյուռքից ներկայացնում են իրենց առաջարկները, հիմա էլ քննարկման փուլում են, ուստի այս մասով ճակերտները ես չեմ բացի, քանի որ դեռ քննարկման փուլում է,
Սակայն կարող եմ շատ կարևորագույն մի բան նշել, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը եւ պարլամենտում կունենա մեծամասնություն, այսինքն իր ձեռքում կունենա իշխանական լծակներ, մենք հնարավորություն ենք տեսնում արմատապես դատական համակարգը բարեփոխելու, բայց այդ ամեն ինչը մենք պետք է կատարենք ավելի ճկուն մեխանիզմներով։ Ուստի մենք դեռևս քննարկումների փուլում ենք։ Եվ կարող եմ միանշանակ ասել, որ դատական համակարգը պետք է մաքրվի։ Դատական համակարգը որպես դատական իշխանություն պետք է անկախ լինի գործադիր, օրենսդիր իշխանություններից, ինչպես նաև տարբեր այլ գործոններից։ Ուստի ես ամփոփելով իմ միտքը կարծում եմ, որ երբ անձը մտնում է դատարան, դա հայելին է պետության։ Այսինքն դատական համակարգը պետության հայելին է, ուստի դա մաքրամաքուր պետք է լինի, չափազանց անկախ, զերծ բոլոր միջամտություններից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պարոն Բաղդասարյան, ձեր կարևորագույն դրույթները որոնք են։ Իրավամբ դատական իշխանությունը պետական կարևոր գլխավոր հենասյուներից մեկն է եւ մարդկության պատմության ի սկզբանե ստեղծման պայծի սկզբանե եղել է դատական իշխանությունը, սկզբից եղել է ցեղապետերի տիրույթում, հետո եղել են թագավորություններ, կայսրություններ, եղել է թագավորների, կայսրների տիրույթում եւ Մովսեսի օրենքով իրավամբ բաժանվեց դատական իշխանությունը գործադիր իշխանությունից։ Նշեմ, որ Հայաստանի Հանրապետության հիմնական օրենք սահմանադրությամբ եւս բաժանված է դատական իշխանությունը գործադիրից, սակայն որոշ գործերով ես ինքս որպես իրավապաշտպան պրակտիկ բազմիցս անդրադարձել եմ, որ գործում է ընտրովի արդարադատություն, փողոցի արդարադատություն, բոլոր բացական հետևանքներով։ Տարիներ առաջ, երբ մի հնչեղ գործով ընտրովի արդարադատություն էր իրականացվում եւ ըստ էության հանիրավի մարդուն դատապարտում էին, ես այսպիսի մի օրինակ բերեցի, որ մենք քրիստոնեական երկիր ենք եւ առաջի պետությունն ենք, որ ի պատիվ մեզ ընդունել են քրիստոնեությունը որպես պետական կրոն, եւ օրինակ բերեցի Հիսուսի օրինակով։ Գիտեք, Աստվածաշունչը ոչ միայն գիրք, այլ Աստվածաշունչում կան բոլոր մասնագիտությունների հետ կապված պատասխաններ, այդ թվում նաեւ իրավաբանության մեջ։ Նայեք, երբ Հիսուսին խաչում էին, այնտեղ նաև խաչում էին մարդասպանին եւ ըստ էության կառավարիչը այդ երկրի դիմեց հանրությանը, ասեց ում եք ցանկանում, որպեսզի մենք խաչենք եւ այն մյուսին համաներում տանք։ Եվ փողոցը որոշեց, որ Հիսուսի արածը ավելի վատ արարք է, քան թե մարդասպանինը, եւ մարդասպանին բաց թողեցին, Հիսուսին խաչեցին։ Դրա իրավական նորման է, որ Հիսուսը դրանով դրեց խաղի կանոն, այսպես ասած, որ չի կարելի փողոցի արդարադատություն անել։ Փողոցը չի կարող անել այդ արդարադատությունը։ Ցավոք մենք բազմաթիվ գործեր ունենք, որտեղ փողոցի արդարադատություն իրականացվում, մարդուն ուզում են խաչեն, հետո 50 տարի հետո ուզում են սրբացնեն, օրինակները բազմաթիվ են, չեմ անդրադառնա դրան։ Ես կարևորում եմ այսօր մեր թիմի խնդիրը Հայաստանում մասնավորապես դա գործերի գերծանրաբեռնվածությունն է, իմ գործընկերը եւս նշեց, որ մենք չի կարա դատավորը վարույթ ունենա 4000-5000 գործ եւ արդարադատություն իրականացնի։ Չի կարա դատավորը ժամը 9-ից մինչև 6-ը արդարադատություն իրականացնի, դատական նիստեր անի եւ 6-ից հետո գնա վճիռ գրի։ Դա ուղղակի բացառում է։ Ավելին արդարադատություն իրականացնող անձը ըստ էության ստրկատիրական աշխատանք է կատարում։ Եթե օրենքը պարտադիր է բոլորի համար աշխատանքային, ասում է 8-9 ժամվա աշխատանքային ռեժիմ, իրավամբ հավատացնում այդ մարդիկ, չգիտեմ, 12, 13, 14 ժամվա աշխատանք են կատարում։ Սա է հիմնական խնդիրը, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կա։ Եվ շատ հաճախ, երբ բարձրաձայնում ես, դու ասում ես կա խնդիր, նաև խնդիրի լուծման ճանապարհը դու պետքա փորձես ասես։ Մի կողմ թողնենք, որ դատավորների թվականակը պետք է ավելացվի, ավելին օգնականների թվականակը պետք է ավելացվի։ Ես ուզում եմ արձանագրեմ հետևյալ կարևոր փաստը։ Բազմաթիվ գործեր կան, որ այսօր մտնում են դատական պաշտպանության գործադիրի մեղմ ասած ոչ իրավաչափ գործողություններից, սկսած աշխատանքային վեճերից, վերջացրած այլ գործերով։
Այսինքն քաղաքացի ստիպված մտնում է դատական պաշտպանության, որտեղ գործադիրի պետական լիազոր մարմինների աշխատանքը ըստ էության բավականին մեղմ եմ ասում, բավականին թերի է։ Բազմաթիվ, այսինքն ես ավելի քան պատասխանատու հայտարարություն եմ անում, մինիմում 1/3 դատական ծանրաբեռնվածությունը կարելի է հանել, եթե գործադիրը տեղում եւ դերում լինի։ Ծանրաբեռնվածության հետ կապված ես երևի թե այսքանով կբավարարվեմ, եթե ժամանակը չի լրացել, կարող եմ շարունակել։ Շարունակեք։ Ինչ առաջարկում դոկ կուսակցությունը։ Իդեմս առաջնորդությամբ Վարդան Ղուկասյանի։ Նախ ամենակարևոր հանգամանքը այս ընտրություններից առաջ մենք արձանագրել ենք, որ ընտրողը օգնում է, որ իրեն թալանեն։ Շատ կարևոր հանգամանք եմ ասում։ Մենք 30 տարի ինչի ենք վատակում, որտեղ 30 տարի ընտրողը իրավամբ վերցնում է համապատասխան գումար եւ 5 տարի թալանվում է թոշակառուն, թալանվում է գործարարը, թալանվում է օրինապաշտ քաղաքացին։ Մենք երբ խոսում ենք դատական համակարգ, իրավական համակարգ, հեսա նայեք գործողությունները գնալու, դրանից հետո կողմերից մեկը դիմել է դատական պաշտպանության, թողենք դրա հետևանքը ինչ է լինելու, բայց ըստ էության հիմնական խնդիրը նա է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ցավոք ընտրություն տեղի չի ունենում։ Բոլոր իրավական հետևանքներով։ Եվ ամփոփելով հանդերձ ասեմ, որ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ սանիտարություն է արվելու։ Սանիտարություն է արվելու ինչպես դատական համակարգում, այնպես էլ գործադիրում։ Իմ երազանքն է, որպեսզի դատարանը գործադիրի ներբանի տակ երբևիցե չգտնվի։ Այ ամփոփեցի այդ ֆորմատով։ Դատական իշխանությունը անկախ իշխանություն է եւ յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իրավունքը գիտությունը բարի եւ արդարի մասին եւ արդարադատություն իրականացնող անձը դատավորը պետք է անկախ լինի, ոչ թե խոսքով բառերով, այլ իրականում պետք է անկախ լինի։ Հաջորդ փուլում միգուցե կշարունակեմ այս։ Պարոն Ստեփանյան, հարցը ձեզ ուղղեմ, նշեցիք, որ դատավորների թվի ավելացումը անհրաժեշտ, պետք է խնդրեմ նաև պատկերացնել հասարակությանը բացատրել, թե այդ բյուջեն ինչպես եք նախատեսում, որովհետև դա կարծես թե փուլային հիմա էլ իշխանությունը իրականացնում է։ Տեսեք, սկսեմ հենց ձեր հարցի վերջից, ինչ իշխանությունը իրականացնում է այս փուլում, որպեսզի դատական համակարգը ավելի արդյունավետ գործի, կարծում եմ շատ վատ են իրականացնում, ուստի մենք արդյունքը տեսնում ենք ծանրաբեռնված դատարաններ։ Բացի այն, որ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները պետք է լինեն հավասար, նաեւ պետք է նրանց համար նախատեսվի ըստ պատշաճի բյուջեից հատկացումներ, այսինքն պարոն Բարսեղյանն էլ իր խոսքում նշեց, որ դատավորների թվի ավելացման հետ զուգընթաց պետք է ավելանա նաեւ նրանց օգնականների թիվը, դատական դեպարտամենտի աշխատակիցների թիվը պետք է ավելանա, այսինքն մենք դատական համակարգը ոչ թե արհեստական ուռճացնում ենք, այլ դատական համակարգին հնարավորություն ենք տալիս իր ունեցած ռեսուրսներով կատարելու արդարադատություն, որովհետեւ արդարադատության շահը ցանկացած հասարակության համար ես կարևորում եմ շատ եւ համարում եմ երկրի ռազմավարական կետերից մեկը։ Այդ իսկ պատճառով էլ մենք նախատեսում ենք պետական բյուջեից հատկացումներ ավելացնել դատավորների թե աշխատավարձերի տեսքով, թե թվականակը, որ ավելանալու է, թե աշխատակազմն է ավելանալու։ Այսինքն պետական բյուջեի միջոցները ուղղված դատական համակարգին ավելի շատ պետք է լինեն, որովհետեւ այդ ինչով է զիջում դատական համակարգը գործադիր իշխանությունից, օրենսդիր իշխանությունից։ Այս դեպքում նույնպես այդ բյուջեն թե պետք է ավելացնել։ Չէ, տեսեք, երբ որ կուսակցությունը երկրում ընտրությունների միջոցով ստանում է այնքան թվեր, որ ունենում է կառավարման լծակներ, այսինքն պարլամենտում կայում մեծամասնություն, այդ ժամանակ շատ պարզ է դառնում, թե դու ինչ կարողությունների ես տիրապետում։ Հիմա դնել հաշվել, թե այդ բյուջեն մենք ինչքան ունենք, ոնց ռեսուրսը կծախսվի, կարծում եմ ժամանակավրեպ է։ Երբ որ շնորհապետական կուսակցությունը կստանա ժողովրդի քվեն եւ կլինի երկրում մեծամասնություն կազմող ուժ, կառավարումը կվերցնի իր ձեռքը, այդ ժամանակ էլ այդ հարցերը կքննարկվեն։ Բայց որ այս խնդիրը պետք է լուծում տանք, դա միանշանակ ենք համարում եւ կարծում եմ այդ բյուջեն մենք հաստատ կարող ենք ունենալ։ Պարոն Բաղդասարյան, պետք է խնդրեմ դուք եք նշել ինչպես եք պատկերացնում դատավորների թվի ավելացումը պետական կառավարման համակարգից ելնելով, հատկապես բյուջեի մասով։ Ուրեմն դատավորների թվի ավելացումը ես
ըստ էության կարևոր է, բայց երկրորդ պլան եմ դիտում, բայց այն որ դատավորների թիվը պետք է ավելանա, դա միանշանակ։ Թե հիմա բյուջեի որ մասից կհատկացվի, թե որ մասից չի հատկացվի, դա վարչապետի կոմպետենտ օրգանների սուրբ պարտականությունն է։ Բյուջեում կան մեծ գումարներ, որոնք ըստ մասնագետների, ես իրավաբան եմ գնահատական չեմ տա, փոշիանում են ասֆալտների, փոշիանում են ինչ-որ պարգևավճարերի եւ այլն։ Եվ նորից չեմ ցանկանա մտնեմ այդ դիրույթը, նաեւ ըստ մասնագետների կա նաեւ այսպես ասած կոռուպցիոն ռիսկեր, որոնք բյուջեն ոչ միայն չեն համալրվում, այլ խնդիրներ են սարքում տարբեր բաների վրա։ Ես դա վրա չեմ անդրադառնալ, ես հակառակը կանդրադառնամ ինչ ենք պատկերացնում մենք ասելով անկախ դատարան, անկախ դատավոր։ Գիտեք, օրենքը բավականին քիչ է, որպեսզի դատավորը լինի անկախ։ Թեպետ դատական իշխանությունը անկախ է, այսպես ասած, գործադիրից, բայց գործադիրի սուրբ պարտականությունը ու պոզիտիվ պարտավորությունն է, որ դատավորը լինի անկախ։ Դատավորին պետք է տալ հնարավորություն վճիռ կայացնելու եւ դրա համար պատասխան տալու։ Այս բազմիցս անգամ ես որոշ օրինակներ եմ բերել, եթե դեմ չեք, մեկ կամ երկու օրինակ բերեմ, եթե ժամանակը կների։ Նայեք, ես իհարկե հիմա հիացած չեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների դատական իշխանությամբ, որովհետեւ թողներվի ոչ մեղսունակ մարդ է իմ կարծիքով, այդ մարդը կործանում է նաև դատական իշխանությունը, Միացյալ Նահանգների նախագահի մասին է խոսքս, դա իմ իրավապաշտպանից կարծիքն է եւ կարծում եմ երկար չի տևի։ Դրա լավագույնը Վարդան Ղուկասյանի դատավարությունն է, որ վարչական կալանքի տակ 1.5 տարի գործ են լսում։ Ուրեմն, բայց իրենց նախադեպերից ես պատմեմ։ Ուրեմն թոշակառը մի պապիկ հաց է գողանում եւ հացը գողանալուց հետո գողությունը այնտեղ ծանր հանցագործության տեսակ է եւ դատավորը դատում է արտադատություն է իրականացնում եւ դուրս գալով այդ գործի շրջանակից փորձում է հասկանալ այդ պապիկի ամսական գումարը ինչքան է եւ ճշտում է որ պապիկի ամսական գումարը այն լիազոր մարմինը որ տալիս է չի բավականացնում այն մինիմումը որը որ նախատեսված է նորմալ ապրելու համար։ Եվ գիտեք ինչ անում դատավորը։ Դատավորը երրորդ անձ այսպես ասած ներգրավում այն լիազոր մարմնի ներկայացուցին, ով թոշակա տալիս, ասում են ուշադիր լսի։ Ես հիմա իրան տուգանելու եմ։ Այդ տուգանքը դու ես վճարելու։ Ու քեզի ժամկետ եմ տալի, որ հասցնես մարդու թոշակը մինիմումի։ Ավասիկ դատական իշխանությունը դա է։ Ավասիկ արդարադատությունը դա է, ինչը որ ցավոք սրտի Հայաստանում չկա։ Երկրորդ օրինակ եկեք արագ բերեմ հետաքրքիր օրինակը։ Բոլորս գիտենք, որ պատերազմներից հետո կոչվում է պատերազմական սինդրոմ, վիետնամական սինդրոմ, աղվանական սինդրոմ, արցախյան սինդրոմ, որը մենք տեսել ենք։ Եվ Վիետնամի պատերազմի վետերաններից մեկը ամերիկյան կլուբներից մեկում տեսնում է, թե ինչպես է երկու երիտասարդ, այսպես ասած, ղժում մի հատ պապիկի վրա, եւ այդ կլուբը հիմնահատակ կործանում է, այդ երիտասարդներն էլ աղում է կոպիտ ասած, ու հարաբերական իմաստով։ Պատկերացնում եք խուլիգանությունը առավել եւս հասարակական վայրում, ինչ առանձնապես ծանր հանցագործության տեսակ է Միացյալ Նահանգների երկրի նման։ Ինչ անում դատավորը։ Դատավորը ուսումնասիրում է, լավ, պատճառը ո՞րն է, որ այս մարդը սենց արել։ Եվ գիտեք ինչ է անում դատավորը։ Տալիս է 1 օր։ Իմիջիալից այդ դատավորը համարվում է Ամերիկայի տարվա լավագույն դատավորը։ Տալիս է 1 օր, լոյերին փաստաբանին խնդրում է, գնում են այդ 1 օր ազատազրկում, բանտ։ Ու զրուցում է ամուր գիշեր այդ մարդը հետ, ասում է ես լավ եմ հասկանում, հոգեբանները եթե քո հետ նորմալ աշխատեին, քո հոգեբանությունը այլ կլներ, դու այլ ֆորմատով կանեիր։ Հաշվի առնելով այդ հանգամանքը եւ հաշվի առնելով որ դու ամերիկյան դրոշ ես պարզել համապատասխան երկրում, ես քեզ տվել եմ 1 օր, բայց ասում է ինչ եղբայր, եթե վաղը միսը նույն բանը կրկնվեց, կրկնակին ենք տալու քեզի։ Ավասիկ արդարադատությունը դա է։ Ավասիկ իրավունքը ավելի գերակա, քան ստեն օրենքը։ Այսօր մեր դատարանները ինչ են անում, բացառապես չոր օրենքը կրծելով, լավ իմաստով եմ ասում, դնում են արդարադատություն են իրականացնում։
Բայց այստեղ ես նաև դատավորների մեղքը չեմ տեսնում։ Դատավորին եթե տան 100% իրավունք, իրավասություն, որպեսզի իրանք արդարադատություն իրականացնեն, այսինքն ասեն դու թագավորն ես այս արդարադատության, ոնց որ թագավորը վարչապետն է, կոպիտ եմ ասում, դու այս գործի թագավորն ես, դու պետք է իրականացնես թագավորի իշխանություն, դա է այդ իմաստը։ Եւ ցավոք սրտի այսօր եկեք սոցհարցում արեք, տեսեք, ովքեր քանի տոկոսն ասեն գո դատական իշխանությունից։ Իրավամբ ունենք լավ դատավորներ, ցավոք սրտի չունենք այն իրավասությունը, որը որ պետքա տան։ Դատավորը պետքա ազատ լինի, անկախ լինի եւ ինքը հասկանա, եթե պայմանական օրենքը խախտելով իրավունքը գերակա համարելով արդարադատություն է իրականացնում, այդ ժամանակ չպետք է իրան մեղադրեն ինչ-որ կոռուպցիոն ռիսկերի բաների մեջ։ Ու դուք տեսնեք, թե ինչ ընտիրագույն մենք դատական իշխանություն ենք ունենալու։ Պարոն Ստեփանյան, այս պահին դատական համակարգում ինչ խնդիրներ կան եւ ինչն եք դուք որպես փաստաբան բախվում հատկապես դատավորների իրականացրած արդարադատության վերաբերյալ։ Նախ մի նկատառում ես փաստաբան չեմ, իրավաբան եմ։ Տեսեք, քանի որ դեռևս մենք մեր մոտ ակտուալ է այն հարցը, որ դատական բարեփոխումներ պետք է իրականացվի, ես կարծում եմ այդ բարեկապակցությամբ ամեն ինչ ասված է, այսինքն խնդիրները հենց մտնում են այդ դատական բարեփոխումների շրջանակի մեջ։ Խնդիրները բազմաթիվ են դատական համակարգում։ Պարոն Բարսեղյանի նշած օրինակ տեսեք, փողոցային արդարադատություն, այսինքն առանց դատական ակտի կայացման, օրինական ուժի մեջ մտնելու, մարդիկ դուրս են գալիս փողոց, ասում են դու մեղավոր ես, կամ նա մեղավոր է, նա մեղավոր է, բայց չէ որ դատարանը պետք է իրան վրա վերցնի այդ ֆունկցիան եւ դատական ակտի ելնելով պետք է նրա մեղավորությունը հաստատվի։ Դատական համակարգում միանշանակ խնդիրներ կան, հայտնի ձայնագրություններ եւ այլն, երբ որ դատական համակարգի միջամտությունները փորձում իրականացնել գործադիր մարմնի կողմից։ Այս կոնտեքստում ես եթե խոսենք դատական համակարգի խնդիրների մասին, կարծում եմ ձեր եթերը չի բավարարի, այդ ժամանակը չի բավարարի, ուստի կսահմանափակվեմ ես իմ ասածով եւ քանի որ մենք ես նշեցի մեր կուսակցության կողմից ելակետային եւ կարեւորագույն մի դրույթ, պետք է մենք մաքրենք դատական համակարգը, այսինքն այդ մաքրությունը պետք է մենք իրականացնենք տարբեր միջոցառումներով եւ այդ միջոցառումները դեռևս քննարկման փուլում են։ Ուստի այդ քննարկումների արդյունքում կարծում եմ կծնվի այնպիսի մոտեցումներ, որոնք ճկուն մեխանիզմներ կտան դատական համակարգը մաքրելու համար եւ իրավի դատական համակարգը ժողովրդի մոտ, մեր հասարակության մոտ նրա դերը բարձրացնելու համար։ Հիմա մեխանիզմներ կան, դատավորների վարկանշավորման համակարգը կա, ինչ կարծիք ունեք սրա մասին։ Կարծում եմ, տեսեք, մեխանիզմները կարող են լինել շատ, բայց ավելի շատ այս խնդիրները լուծման համար պետք է քաղաքական կամք։ Այսինքն, երբ որ երկրում չկա այն կամքը ինչ-որ խնդրի լուծան, դա կապ չունի, դատական համակարգը լինի օրենսդիր, գործադիր եւ այլ մասնավոր դեպքում, երբ որ առնչվում է պետության կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ, երբ որ այդ կամքը չկա այդ խնդրի լուծման, այդ խնդիրը մնում է օդում, այսինքն այդ ծրագրերը, որ ներկայացվում է, մնում է օդում, չեն իրագործվում։ Դրա համար պետք է լինի այլընտրանքային ուժ այս երկրում, որ այդ այլընտրանքային ուժը կարողանա այս բարեփոխումները բերի, չվախենա, որովհետև տեսեք, մեր երկրում այս 30 եւ ավելի տարի է մարդիկ զգում են սոցիալական անարդարության զգացում ունեն։ Այդ սոցիալական անարդարության զգացումը մենք պետք է վերականգնենք։ Եվ այդ վերականգնման ճանապարհին ես կարծում եմ շատ կարևոր է մաքուր եւ անկաշկատ անկախ դատարան ունենալը։ Պետք է նաև խնդրեմ անդրադառնալ, թե հասարակությունը ինչ մեխանիզմներ է կիրառել, որ հասարակությունը սկսի վստահել դատական համակարգին, որովհետև հիմա անվստահությունը իրականում մեծ է։ Ես մի քիչ պետքա հեռվից գամ։ Հայաստանը լինելով հետ խորհրդային այն պետություններից մեկը, որ դեռևս երկրում չի ձևավորվել, այսպես ասած, քաղաքացիական հասարակություն, ինչի չի ձևավորվել։ Պատերազմներ, ճգնաժամեր, արտահերթ ընտրություններ, մարդիկ միշտ անցնում են անցումային փուլերով։ Ուստի ես ձեր հարցը ճիշտ պատասխանելու համար կարևոր է նշել, որ շատ կարևոր է, որպեսզի մեր հասարակությունը լինի որպես այդպիսին քաղաքացիական հասարակություն, այսինքն իրավագիտակից հասարակություն, որը ոչ միայն պետք է իմանա իր պետության մեջ իր տեղն ու դերը, այլ նաև պետք է տեր կանգնի իր իրավունքներին։ Մեր հասարակությունը իրականում շատ մեծ պահանջ ունի, որպեսզի բոլոր այս իշխանական մարմինները լինեն տարանջատված եւ գործեն անկախ, թե դատական, թե օրենսդիր եւ թե գործադիր մարմինը։ Եվ այդ պահանջը նրանք պետք է կատարեն
օրինակ տեսեք, հունիսի 7-ին ընտրությունը, քաղաքացի պետք է մտնի ընտրատեղամաս, իր քվեարկությունը կատարի իր մտքի եւ խղճից ելնելով։ Այսինքն այն ճնշումները, որը մենք սովորաբար գիտենք, որ տեղի է ունենում, թե վարչական ռեսուրսի օգտագործումը, օրինակ մի դեպք պատմեմ վարչական ռեսուրսի հետ կապված, մեր թիմակիցները մտել էին, որ մետրոներում բուկլետ բաժանեն, բարձ օրինակ են բերում։ Իրենց արգելել էին այդ գործողությունը կատարել։ Ճիշտ են արել, սխալ են արել, դա հարցի մյուս այլ կողմն է։ Բայց տեսեք, դրանից ընդամենը մի օր հետո քաղաքացիական պայմանագիրը վարչապետի գլխավորությամբ մտնում է մետրոյում, բուկլետ է բաժանում։ Այսինքն ինչ է դուրս գալի, վարչական ռեսուրսի օգտագործում չի էս ամեն ինչը։ Այս խնդիրները ինչ ասում եմ, շատ բազմաշերտ է եւ բազմազան։ Ուստի այս խնդիրները կարգավորելու համար ես կարծում եմ մեր քաղաքացին մտնելով ընտրատեղամաս, գնալով ընտրախցիկի մոտ պետք է իր ընտրությունը կատարի այլ ընտրակային քաղաքական ուժին, որովհետեւ միայն կարծում ենք, որ այլ ընտրակն է միայն հնարավորություն տալու այս երկիրը մաքրել այս գարշ մթնոլորտից։ Պարոն Բաղդասարյան, նախընտրական փուլում քաղաքացին ինչպես կարող է խուսափել վարչական ռեսուրսի կիրառումից, որ իր վրա ազդեցություն չունենա։ Ցավոք սրտի 100%-ով չի կարող։ Նայեք, դոկուսակցությունը մարզերում շտաբ չբացեց։ Ունենք մոտ մի տասնյակի չափով, բայց համատարած չբացեցինք։ Ինչի՞։ Որովհետև մենք ունենք պրակտիկա արդեն նախադեպ, մենք ասելով նկատի ունեմ Հայաստան։ Բացվում է շտաբը, նստում է համապատասխան ներկայացուցիչը, գալիս է, տեսնում է դոկուսակցիան շտաբն է, բնականաբար հեղինակությունը պայմանական ասենք մեծ է եւ առերևույթ ընտրողներ են գալի, որպեսզի հասկանան ինչով կարող են օգտակար լինել։ Եվ երեկոյան կամ հաջորդ օրը համապատասխան լիազոր մարմնի ներկայացուցիչը զրույց է ունենում, ասում է, բա դու չգիտես, որ տղեդ էս ինչ թվին, էս ինչ անձնագործություններ կատարել, դու չես մտածում դրա մասին։ Բա դու չգիտես, քո կինը դպրոցում է աշխատում, դու ո՞նց ես պատկերացնում։ Ցավոք սրտի սա է պատկերը, սա ողբերգություն է։ Ողբերգություն է նաև այս ընտրակաշար կոչվածը, որը որ չարիք է։ Դուք չեք պատկերացնում ինչ է նշանակում անձին առնել, անձին ծախել։ Ընտրողը պետքա դա հասկանա, գիտակցի, որ 30 տարի վատ է ապրել, առերևույթ որոշ կատեգորիաներ թող ներվի ստրուկի պես է ապրել, պատճառը դա է։ Ինչ է անհրաժեշտ։ Անհրաժեշտ է, որ ընտրողը շատ ճիշտ նկատեցին գործընկերը։ Ընտրողը ունի ձայնի մեկ ընտրություն եւ ինքը բացարձակ ոչ մեկին չպետքա լսի, ծախվի, պետքա մտնի տեղամաս եւ անի իր ընտրությունը։ Դա է հաջողության գրավականը, դա է լինել։ Պետք է խնդրեմ այդ հարցին դուք էլ պատասխանեք, ինչպես վարչական ռեսուրսից խուսափել։ Վարչական ռեսուրսից խուսափելու համար նախ եւ առաջ ես իմ խոսքում նորից նշեցի, որ հարկավոր է քաղաքական կամք։ Այսինքն ով է երկրի իշխանությունը։ Եթե այդ երկրի իշխանությունը չունի այդ բարոյական հատկանիշները, որպեսզի զերծ մնա վարչական ռեսուրսի օգտագործում լինի, որպեսզի իր ազգական շահը չգերադասի հանրային եւ ազգային շահից, նա պետք է այս գործընթացներին տուրք չտա։ Այսինքն մինչև դու չգաս համակարգային փոփոխությունների երկրում չլինի մաքուր այլընտրանքային ուժ, ոչ հինա, ոչ ներկայա, այս գզվրտոցի մեջ չի, այս խնդիրը չի լուծվելու։ Վարչական ռեսուրսները վարչական օգտագործվելու եւ այլ պարոն Բարսեղյանի նշած արատավոր արարքները նույնպես տեղի են ունենալու ընտրական process-ներում։ Պետք է խնդրեմ երկուսդ պատասխանել։ Այս պահին գործադիր իշխանությունը ազդեցություն ունի դատական համագարքի վրա։ Ինչպես երբ այդ վեթինգ կոչվածներ, երբ դատավորներն էին թիրախավորվում, նշելով, որ գիտեք, կա դատավոր, որ կարող է իմ ասածը չանել, վարչապետին եմ ցիտում, հատկապես դատարանները շրջափակելու երևույթ ունեցանք նախորդ ընտրություն, մինչ նախորդ նախընտրական շրջանը, այսպիսի երևույթները առհասարակ դատական անկախության վրա ազդում են։ Ինչ փոփոխություններ են պետք գործադիրում, որպեսզի դատավորների վրա նման ազդեցություն գործադիրը չունենա։ Տեսեք, ձեր հարցի պատասխանելու նախ մենք նշեցիք մեր խոսքում, որ դատական, օրենսդիր եւ գործադիր մարմինները անկախ են։ Այսինքն գործադիր մարմինում կատարվող փոփոխությունները ինքն ինստինկտիվ պետք է չազդեն դատական համակարգում տեղի ունեցածի վրա։
Այդ կոչերը դատարանները շրջափակելը կամ նույն ձեր ասած այդ վեթինգը, որը 7-8 տարիա ծեծում են տարբեր քաղաքական ուժեր, դրա մասով ես ասացի, որ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը եւ անհատ մասնագետներ, ինչպես Հայաստանի Հանրապետությունից եւ Սփյուռքից միջոցառումների պլան են գծում, եթե Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը կվերցնի իր ձեռքը երկրի իշխանությունը, ինչ միջոցներով պետք է ձեր հարցերին լուծում տա։ Ուստի այդ մասով, քանի որ քննարկումներ են գնում, ես ավելի շատ ճակերտներ չեմ բացի։ Դուք պարոն Բաղդասարյան։ Ես նախ ասեմ, որ այնպես չի, որ անկախ դատավորներ չկան, միանշանակ արձանագրում եմ, չեմ էլ ասի անունները, ավելի չթիրախավորեմ, կա դատավորների տեսակ, ովքեր իրավամբ անկախ են, ովքեր արդարություն իրականացնում, բայց նրանք դա անում են իրենց առողջության, իրենց անվտանգության հաշվին, ցավոք սրտի։ Այո, կան իրավապաշտպաններ, ովքեր եւս պետական լիազոր մարմինների մեղմ ասած անգործությունը տարիներ շարունակ իրենց թիրախավորելով վիճարկում են, բայց մեզ անհրաժեշտ չի հերոսներ, մեզ պետք չի, որ տվյալ ոլորտում անձը հերոս լինի, մեզ պետք է այնպիսի համակարգ, որ յուրաքանչյուր իր տեղում դերում լինի, իր հարցերին պատասխան տա, կլինի գործադիր, թե կլինի դատական։ Դրա համար ինչ անհրաժեշտ, դրա համար անհրաժեշտ է օրենքի դիկտատուրա հավասար բոլորի համար։ Գիտեք, հայաստանցիներից շատերը ոչ թե արտագաղթում են երկրից միայն սոցիալական հարցեր հետ կապված, ասենք հացի խնդիր եւ այլն, որոշ մաս էլ արտագաղթում է սոցիալական անարդարության հետ կապված։ Գիտեք, երբես ունեմ արժանապատվություն, տեսնում եմ օրենքը հավասար չի գործում, տվյալ դեպքում իմ նկատմամբ, մյուսի նկատմամբ, իմ մոտ առաջանում է դիմադրության իրավունք, իմ մոտ առաջանում է ըմբոս ստանալու իրավունք, մի մասը ըմբոս ստանում է, մի մասն էլ վեճմեշոկահավաքում գնում է։ Անհրաժեշտ է օրենքի դիկտատուրա։ Ես հայտարարում եմ, որպես նաև դոկ կուսակցության շտաբի պետ, այդ օրենքի դիկտատուրան լինելու է Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ, լինելու է սանիտարություն, լավ իմաստով եմ ասում սանիտարություն։ Մենք հայտարարել ենք, որ նախկինների ներկաները տեղ չունեն գնալու, բայց նաև վերապահումով ասել ենք հետևյալը. այն ժամանակ մենք կընդունենք իրանց, եթե նախկին ներկան իր սխալները բարձրաձայնի եւ ասի, թե ինչ սխալներ արել, եւ դրա համար ենթարկվի նաեւ պատասխանատվության։ Դրանից հետո բոլորը պետք է լինեն մեր քույրերը, եղբայրները, բացառությամբ դավաճանությունից։ Պետք չի հասկանալ դավաճանությունը միայն հայրենիքի դավաճանություն։ Մենք ինչի ենք լավ ապրում։ Ամեն քայլին մեկը մեկին դավաճանում է։ Նման խաղի կանոն է դրած։ Անձը գնում ազգային ժողով, հաջորդ օրը ճամբարափոխ ալնում։ Եվ դες դիք օրինակներ կբերեմ ես։ Դա է, այդ հիմքը դա է, որպեսզի ամեն մեկը իր տեղում եւ դերում լինի։ Շնորհակալ եմ, շատ հարցեր ունեք իրար։ Դու տեսակետների մտքերի փոխանակման։ Ես կարծում եմ, քանի որ տեսակետներում շատ նմանություններ կա, ուղղակի մի ճշտող հարց պարոն Բարսեղյանի, որպեսզի հաղորդման ռեգլամենտը պահելու համար, տեսեք, դուք գտնում եք, որ ՀՀ-ում պետք է դատական համակարգի բարեփոխումներ իրականացնել, ճիշտ եմ հասկանում։ Միանշանակ։ Եթե այդ եւ դրա իրականացման մեխանիզմները ո՞նց եք տեսնում։ Կարճ ասեմ, օրենքի դիկտատուրայով ասը դա է։ Լինում է օրենքի դիկտատուրա, դատավորին տալիս ես բացարձակ անկախություն, պետք է հասկանա գործադիրը, որ դատավորը դա այդ ոլորտի թագավորն է։ Ես իզուր չասեցի գործադիրից թագավորից վերցրեցին դատական իշխանությունը Մովսեսի օրենքով, տվեցին այլ կառույցի, անունը դրեցին դատական իշխանություն։ Բավական է գործադիրը ցանկանա եւ այդ խնդիրը լուծվելի է։ Վստահեցնում եմ, լավ մասնագետներ կան, ավելի քան լավ մասնագետներ կան, որոնք պատիվ կբերեն ցանկացած եվրոպական, ասենք, պետության երկրի։ Ես այդպես եմ դա տեսնում։ Հարցեր ունեք դուք, պարոն Բաղդասարյան։ Հարցեր չունեմ, ինչի, որովհետև ոչ թե հարցեր չունեմ, կարող ենք նստել բազմաթիվ հարցերով քննարկել։ Ես ընդհանրապես մաղթանք ունեմ, ես մաղթում եմ, որ միասնական գնանք եւ կառուցենք արևային Հայաստանը, ինչին ես հավատում եմ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրերն էին Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցության падգամավորի տեխնացու Լևոն Բաղդասարյանը եւ Հայաստանի Շնորհապետական կուսակցության падգամավորի տեխնացու Արարատ Ստեփանյանը։ Մենք զրուցում էինք դատական համակարգի անկախության մասին։ Երկու կողմերն էլ նշում են, որ դատական համակարգի անկախության համար պետք է ծանրաբեռնվածության թեթևություն եւ գործադիր իշխանության կամք։ Երկիր մեդիայի եթերում դուք դիտում եք իրավաբանական կլինիկան։